Բարի շաբաթ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ նրան սորել ճշմարտությունը, թող Աստված իր Սուրբ Հոգին ների մեր մեղքերը եւ իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ իր խոսքը եւ իր շնորհքով իրականացնենք մեր կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն մենք սկսում ենք նոր եռամսյակ եւ այս եռամսյակում ուսումնասիրելու ենք Հովհաննեսի ավետարանը։ Մինչև առաջին դասին անցնելը ընդհանուր ասենք այս դասի մասին։ Այստեղ օրինակ է բերվում պարսկական գորգի մասին, որը Թեհրանի խանութներից մեկում էր եւ շատ գեղեցիկ էր, այն շատ գեղեցիկ պատկեր ուներ իր վրան, Շվեյցարիայի բնապատկերներ եւ լեռներ, ջրվեր, փիրուզագույն լիճ, անտառապատ սարալանջեր եւ ընդարձակ կապույտ երկինք տեղ-տեղ լողացող ամպերով։ Եվ խանութ մտնող յուրաքանչյուր մարդ կարող է ժամանակ հատկացնել եւ ուսումնասիրել այդ գորգը եւ կենտրոնանալ ուշագրավ տեխնոլոգիա եւ թեմաների ամբողջականության վրա, որոնք յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում գորգին։ Լճում արտացոլվող երկինք, ձյունածածկ լեռներ, թավանտառ, տեղ-տեղ մուգ կանաչ մամրապատ հատվածներով գորգի թեմաները համակցված են միմյանց գեղեցկության հմտորեն համակարգված պատկերմամբ, որ արտահայտում է ալպյան խաղաղ վայրի շքեղությունը։ Ուրեմն մանրամասներ տեսնելու համար մոտիկից է նայում, բայց որպեսզի ընդհանուր նկարը ընդգրկեն կամ ըմբռնեն, երբ որ մենք գնում ենք թանգարան եւ նկարներ ենք դիտում, մենք հեռու ենք գնում որոշ տարածության վրա, որպեսզի տեսնենք ամբողջ նկարը եւ պատկերացում ունենանք ինչ է նկարի վրա։ Նույն ձևի Աստվածաշունչն է, երբ որ մենք պետք է մոտիկից ուսումնասիրենք այն մանրամասները, բայց նաեւ պետք է իմի բերենք եւ պատկերը ստեղծվի, թե ինչ էր ներկայացնում մեզ, ինչ ճշմարտություն էր ներկայացված այդ մանրամասներից։ Ուրեմն այդ ձևով գրվել է Հովհաննեսի ավետարանը, այն վրձնի գործ չէ, այլ Սուրբ Հոգին օգտագործելով Հովհաննեսին, Հիսուսի աշակերտին, որպեսզի ստեղծի այս գեղեցիկ գործը Հիսուսի կյանքի մասին եւ նրա գործերի մասին։ Այստեղ կան հատվածներ, որոնք մյուս ավետարաններում չկան, օրինակ Նիկոդեմոսի հետ խոսակցությունը, Բեթհեսդայի բուժումը եւ այլ շատ դեպքեր։ Հովհաննեսի ավետարանը Աստծո խոսքն է, որը մեզ փոխանցվել է առաքյալի միջոցով, ինչպես ամբողջ Աստվածաշունչի ավետարանը գրվել է ոչ թե մարդու, այլ Աստծո կամքով։ Հովհաննես առաքյալը պարզապես պատրաստական գործիք էր, որին Սուրբ Հոգին օգտագործեց կարևոր թեմաներ փոխանցելու համար։ Ավետարանը մեզ հետ է տանում դեպի Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը, ում ճանաչելը հավիտենական կյանք է։ Մանրամասները կարևոր դեր ունեն, դրանք մեզ ուղղորդում են դեպի մեծ պատկերը, եւ ավետարանում այդ մեծ պատկերը Հիսուսի, մեր Տիրոջ եւ Փրկչի աստվածային ներշնչված հայտնությունն է։ Հիմա անցնենք առաջին դասին, որը կոչվում է ճանապարհը ցույց տվող նշաններ եւ հիշելու համարն է Հովհաննես 20:30-31 համարները։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ գործեց, որոնք այս գրքում գրված չեն, բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո Որդին, եւ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։
Ուրեմն սա կարելի է կիրառել նաև ամբողջ Աստվածաշնչի վերաբերյալ։ Հիսուսը շատ գործեր է արել, որ կարող էր գրվել ավետարաններում, բայց գրվել է որոշ մասը, այսինքն այնքան, որքան մեզ պետք է փրկության համար։ Աստվածաշնչի իմաստը նպատակ այն է, որ մենք փրկվենք, հոգևոր փրկություն ունենանք, եւ այնտեղ մեզ տրված է ճիշտ այնքան, ինչքանով որ մենք կարող ենք փրկություն գտնել։ Եվ ոչ ոք արդարանալու ոչ մի պատճառ չունի, որ այդքան տեղեկություններ չկար, որպեսզի մենք կարող լինեինք փրկվել։ Առաջին հատվածը, որ պիտի կարդանք Հովհաննես 2-րդ գլխի 1-11 համարներն է։ Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։ Հիսուսը եւ իր աշակերտները եւս հարսանիքի հրավիրվեցին, եւ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ինչ գործ ունես, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Եվ սակայն այնուամենայնիվ 5-րդ համարացում է նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի արեք»։ Հրեաների սրբելու սորության համաձայն այնտեղ կային քարե 6 կարասներ, որոնցից յուրաքանչյուրը 2 կամ 3 մար էր տանում։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Եվ վերնեբերան լցրեցին։ Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրեք ու սեղանապետին տարեք»։ Նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը, չիմանալով թե որտեղից է, այդ սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին, կանչեց Փեսային եւ նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում եւ երբ հարբում են այն ժամանակ վատը, իսկ դու լավ գինին մինչեւ հիմա պահել ես»։ Կարդանք Դարերի փափագից մի հատված։ Իմ ժամանակը դեռ չի հասել խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոսի երկրային կյանքի յուրաքանչյուր քայլն այն ծրագրի իրականացումն էր, որ գոյություն ուներ հավիտենական ժամանակներից։ Նախքան նրա երկիր գալը, այդ ծրագիրը բացված էր նրա առջև, կատարյալ իր բոլոր մանրամասներով, բայց ապրելով մարդկանց մեջ, նա քայլ առ քայլ առաջնորդվում էր հոր կամքով։ Նա չէր տատանվում գործել նշանակված ժամին։ Նույն խոնարհությամբ նա սպասում էր, թե երբ է գալու իր ժամանակը։ Ասելով Մարիամին իր ժամը դեռ չի հասել, Հիսուսը ըստ էության պատասխանեց նրա չարտահայտված մտքին։ Այն սպասումին, որ նա փայփայում էր իր ժողովրդի հետ միասին։ Մարիամը հույս ուներ, ինչպես նաև մյուս հրեաները, որ նա իրեն, այսինքն Հիսուսը իրեն կհռչակի որպես Մեսիա եւ կգրավի Իսրայելի գահը, բայց դեռ ժամանակը չէր։ Հիսուսը կիսեց մարդկության ճակատագիրը ոչ թե որպես թագավոր, այլ որպես ծառա, ցավի տեղյակ եւ հարվածների տեր։ Այդպես էր ծրագիրը։ Երբ որ առաջին անգամ Հիսուսը եկավ մեր աշխարհ որպես անօգնական մանուկ, այդպես էր ծրագիրը, որ նա ոչ թե որպես թագավոր պիտի լիներ, այլ որպես ծառա։ Բայց թեև Մարիամը ճիշտ պատկերացում չուներ Քրիստոսի առաքելության մասին, նա կատարելապես վստահում էր նրան, հենց այս հավատին արձագանքեց Հիսուսը։ Այսինքն չնայած Հիսուս ասեց դեռ իմ ժամանակը չի հասել, բայց այնուամենայնիվ ինքը կատարեց իր նոր խնդրանքը ուղղակի արձագանքելով նրա հավատքին։ Նրա, այսպես ասենք, փոքր նոր առաջացած հավատքին։ Մարիամի վստահությունը խրախուսելու եւ իր աշակերտների հավատը ամրապնդելու նպատակով էր, որ կատարվեց առաջին հրաշքը։ Աշակերտներին սպասվում էին անհավատության բազմաթիվ ծանր փորձություններ։
Նրանց համար մարգարեություններն անվիճելիորեն ցույց էին տալիս, որ Հիսուսն է Մեսիան։ Նրանք սպասում էին, որ կրոնական առաջնորդներն էլ ավելի մեծ վստահությամբ կընդունեն նրան, քան իրենք, այսինքն Հիսուսին։ Նրանք մարդկանց պատմում էին Քրիստոսի հրաշագործությունների և նրա նկատմամբ իրենց վստահության մասին, բայց ապշում և դառնորեն հիասթափվում էին, տեսնելով քահանաների ու վարդապետների անհավատությունը, քարացած նախապաշարումները ու թշնամությունը Հիսուսի նկատմամբ։ Փրկչի առաջին հրաշքները զորացրին աշակերտներին դիմակայելու այս անդիմությանը։ Ուրեմն, ինչպես տեսանք, Հիսուսի խոսքերից բոլորովին չշփոթվելով, Մարիամը ասաց սեղանը սպասարկողներին, ինչ որ ձեզ ասի, արեք։ Այսպիսով նա արեց այն, ինչ կարող էր, որպեսզի ճամփա պատրաստի Քրիստոսի ծառայության համար։ Այսինքն նորից մայրը կարծես դրդեց Հիսուսին անելու իր առաջին քայլը։ Այսպես ասենք, իր մեսիանական առաջին քայլը։ Եվ ուրեմն նոր կարդացինք, որ իրենք արեցին և այդ ջուրը դարձավ գինի, իհարկե դա ալկոհոլ չէր, առաջին խնջույքի ժամանակ, որին այցելեց իր աշակերտների հետ, Հիսուսը նրանց տվեց այն բաժակը, որ խորհրդանշում էր իր գործը նրանց փրկության համար։ Վերջին ընթրիքի ժամանակ նա նորից տվեց այդ բաժակը, սահմանելով այն սուրբ արարողությունը, որով պիտի հիշատակվեր նրա մահը, մինչև որ նա կգա։ Եվ իրենց Տիրոջից բաժանվելու աշակերտների վիշտը սփոփվեց վերամիավորման խոստումով, որը նա տվեց, այսուհետև որ թե այս բերքից էլ չեմ խմի, մինչև այն օրը, որ դրանց ես հետ նոր կխմեմ իմ հոր արքայության մեջ։ Այն գինին, որ Քրիստոսը ապահովեց խնջույքի համար, և այն, որ նա տվեց աշակերտներին որպես իր արյան խորհրդանիշ, խաղողի մաքուր հյութ էր։ Հենց դա նկատի ունի Եսայիա մարգարեն, երբ խոսում է նոր գինու մասին ողկույզի մեջ և ասում է. դրան մի փչացնի, որտև օրհնություն կա մեջը, Եսայիա 65:8։ Ուրեմն, ինչի են մարդիկ շփոթվել և այսինքն ոչ թե շփոթվել, ինչու է գրած գինի, որովհետև եբրայերեն այդ բառը, որը օգտագործվում է, այսինքն կներեք, ոչ թե եբրայերեն, այլ հունարեն բառը օյնոս, կիրառվում է ինչպես թարմ, այնպես էլ ֆերմենտացված խաղողի հյութի համար, այսինքն թթված խաղողի հյութի համար գինու։ Բայց Հիսուսը ջուրը սարքեց մաքուր գինի։ Քրիստոսն էր, որ 5 տակարանում, այսինքն մաքուր խաղողի հյութ։ Քրիստոսն էր, որ 5 տակարանում զգուշացրեց Իսրայելին։ Ծաղրող է գինին, խռովարար, ցքին, և ով որ դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի։ Նա անձամբ ոչ ոքի երբեք չի առաջարկել նման ըմպելիք։ Սատանան դրդում է մարդկանց հաճույքների, որպեսզի մթագնի նրանց վանականությունը ու բթացնի հոգևոր զգայունությունը, բայց Քրիստոսը սովորեցնում է մեզ սանձահարել ստոր կրքերը։ Ինչու Սատանան դրդեց առաջինը Նոյին թթվածնելու խաղողը, որովհետև երբ որ մարդը խմում է, նրա զգայունությունը կորում է։ Ինչի համար է մեզ պետք զգայունությունը, որտեղ մեր մեջ ապրում է Սուրբ Հոգին, որը ուղարկվել է մեզ, որպեսզի մեզ առաջնորդի Աստծո ճանապարհով։ Սուրբ Հոգին մեր ուսուցիչն է, մեր հանդիմանողն է, և ինքը միշտ արթուն է, որպեսզի մեզ սովորեցնի Աստծո ճշմարիտ ճամփան։ Բայց երբ որ մենք խմում ենք, այսինքն երբ որ մարդիկ ալկոհոլ են խմում, կորցնում են իրենց զգայունությունը
եւ այլևս բոլորովին արհամարում են Սուրբ Հոգու ձայնը։ Դրա համար էլ այն հին կտակարանում առակած գրքի մեջ, որ Հիսուսը գրել է, ինքը իրեն չի հակասում։ Նրա ամբողջ կյանքը, այսինքն Հիսուսի ամբողջ կյանքը անձնուրացության օրինակ էր։ Ախորժակի իշխանությունը հաղթահարելու համար նա հանուն մեզ կրեց այն ամենադաժան փորձությունը, որը երբևէ վիճակված էր մարդկությանը, Քրիստոսն էր պատվիրողը, որ Հովհաննես Մկրտիչը ոչ գինի պիտի խմեր, ոչ էլ որևէ թունդ ըմպելիք։ Այդ նա էր, այսինքն Քրիստոսն էր, որ կարգադրեց Մանուեի կնոջը զգուշանալ ոգելից խմիչքներից, այսինքն Սամսոնի մորը, եւ հենց նա էլ նզովեց այն մարդուն, ով իր հարևանի շուրթերին կմոտեցնի բաժակը։ Քրիստոսը չէր հակասում իր սեփական ուսմունքին, չխմորված գինին, այսինքն չթթված, այսպես ասենք, որ նա առաջարկեց հարսանյաց հյուրերին կենսատու եւ թարմացնող խմիչք էր, որ հաճելի համը ներդաշնակ էր առողջ ախորժակի, որի հաճելի համը ներդաշնակ էր առողջ ախորժակի հետ։ Ուրեմն, ինչպես մարդիկ են սկզբում ամենալավ գինին տալիս, իսկ հետո ավելի վատը, այնպես էլ աշխարհն է վարվում իր պարգևներն ընծայելիս։ Ինչ որ մեզ մատուցում են, կարող է աչք շոյել եւ հրապուրել, բայց վերջում պարզվում է, որ այն չի բավարարում մեզ։ Գինին դառնության է վերածվում, ուրախությունը տխրության, այն, ինչ սկսվել էր երգով ու ցնծությամբ, ավարտվում է հոգնածությամբ ու նողկանքով։ Բայց Հիսուսի պարգևները միշտ թարմ են եւ նոր։ Այն խնջույքը, որ նա է պատրաստում հոգու համար, երբեք չի դադարում գոհություն եւ ուրախություն պատճառելուց։ Ամեն մի նոր պարգև Տիրոջ օրհնությունները գնահատելու եւ այրելու ավելի մեծ ունակություններ է շնորհում այն ընդունողին։ Նա տալիս է շնորհ շնորհի վրա եւ այդ աղբյուրն անսպառ է։ Եթե դուք մնում եք նրանում, ապա այն փաստը, որ հարուստ պարգև եք ստացել այսօր, երաշխիքն է այն բանի, որ վաղը էլ ավելի ճոխ պարգև կստանաք, այսինքն Հիսուսից։ Միշտ Հիսուսի պարգևները օրեցօր ավելի են լավանում։ Քրիստոսի պարգևը հարսանյաց խնջույքում խորհրդանշական էր։ Ջուրը ներկայացնում էր նրա մահվան մկրտությունը, իսկ գինին նրա արյունը, որ պիտի թափվեր աշխարհի մեղքերի համար։ Ջուրը մարդկանց ձեռքերով բերվեց կարասները լցնելու համար, բայց Հիսուսի խոսքը միայն կարող էր նրան կենսատու ուժ հաղորդել։ Նույն ձևի մենք կարող ենք Աստծո խոսքը տալ մարդկանց, բայց միայն Հիսուսի խոսքն է, որ կենսատու ուժ է մատուցում մեր խոսքին։ Նմանապես, եւ փրկչի մահը մատնանշող արարողությունները հոգին սնելու կարողություն են ձեռք բերում միմիայն Քրիստոսի զորության շնորհիվ, որը գործում է հավատի միջոցով։ Քրիստոսի խոսքը առատ պաշար ապահովեց խնջույքի համար։ Նույնքան էլ բավարար է նրա շնորհը մարդկանց անօրենությունները ջնջելու, հոգին նորոգելու եւ պահպանելու համար։ Ուրեմն մեր հին կյանքը մինչև Քրիստոսին ճանաչելը նմանվում է այս թթված գինուն։ Կարծես թե այն հաճույք է պատճառում, կարծես թե նա այն լավ բան է մեր համար, բայց ուղղակի զրկում է մեզ մեր զգոնությունից։ Մենք չենք նկատում ինչպես ենք մենք մեղք գործում եւ չենք թողնում մեր անզգոնությամբ, չենք լսում Սուրբ Հոգու ձայնը, որ հանդիպանում է մեզ եւ ուզում է մեզ ուղղել, մեր ուսուցչի, մեր կյանքի ուսուցչի ձայնը։ Եվ ուրեմն թույլ տանք Հիսուսին, որ մեր հին սիրտը լցված է թթված գինով, մեր հին կյանքը լցված թթված գինով հեռացնի մեզանից եւ մեզ նոր կյանք տա, նոր սիրտ տա,
որը մաքուր խաղողի հյութի պես կլինի, առանց մեղքի, առանց թթվածության, թարմ։ Թույլ տանք Հիսուսին այդ գործը անելու մեր մեջ։ Մյուս հատվածը, որ մենք այսօր կարդալու ենք, Հովհաննես 4:46-54 համարներն են։ Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, իսկն հարուստ մարդ էր, որի որդին Կափառնաումում հիվանդ էր։ Նա լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ եւ խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։ Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ Զարմանալի է, Հիսուսը միշտ շատ արագ էր պատասխանում մարդկանց, բայց երբեմն այսպիսի կարծես թե անհասկանալի պատասխաններ էր տալիս։ Ինչու Հիսուսը փոխարեն ասելով այո, ես քեզ կօգնեմ, քո որդուն կբուժեմ, ինքը այդպես ասեց։ Ուրեմն կարդանք դարերի փափագից։ Քրիստոսի կանա վերադառնալ լուրը շուտով տարածվեց ամբողջ Գալիլեայում, հույսի կրակ վառելով տառապյալների եւ թշվառների սրտերում։ Կափառնայումում լուրերը գրավեցին թագավորական պալատում բարձր պաշտոն զբաղեցնող մի հրեա ազնվականի ուշադրությունը։ Պաշտոնյայի որդին տառապում էր կարծես անբուժելի հիվանդությամբ, բժիշկները անհուսալի էին համարում նրա վիճակը, բայց երբ հայրը լսեց Հիսուսի մասին, որոշեց օգնություն խնդրել նրանից։ Երեխան շատ ծանր էր եւ վախ կար, որ չի ապրի մինչեւ հոր վերադարձը։ Ազնվականը սակայն մտածեց, որ անձամբ կմոտենա Հիսուսին։ Նա հուսով էր, որ հոր աղաչանքները կշարժեն մեծ բժշկի գութը։ Կանա հասնելով նա գտավ Հիսուսին շրջապատված մի մեծ բազմությամբ։ Տագնապած սրտով նա սկսեց ամբոխի միջով ճամփա բացել դեպի Փրկիչը։ Նրա հավատը երերաց, երբ տեսավ հասարակ հագուստով մի մարդու, հոգնած եւ փոշոտված ճամփորդությունից, այսինքն Հիսուսին։ Նա կասկածեց, որ այս անձնավորությունը կկարողանա անել այն, ինչ պետք է խնդրեր նրանից։ Գիտեք, որտեղ շատ հարուստ մարդիկ միշտ մարդուն սկզբում չափում են տեսքով եւ հագուստով, եւ կարծում են, թե այն մարդիկ, ովքեր հարուստ հագուստ չեն հագել կամ հարուստ չեն, ինչ որ թերի են։ Ցավոք, այդպիսի պատկերացում ունեն շատերը մարդկանց մասին, եւ այս մարդն էլ բացառություն չէր, եւ տեսնելով Հիսուսի այս հասարակ փոշոտված շորերը, կասկածեց նրա վրա։ Բայց եւ այնպես նա զրուցեց Հիսուսի հետ, պատմելով իր այցելության նպատակը, եւ աղերսեց նրան, որ միասին իրենց տուն գնան։ Բայց Հիսուսը արդեն գիտեր նրա վշտի մասին, նախքան նա դուրս կգար տնից, Փրկչին արդեն հայտնի էր նրա դժբախտությունը։ Սակայն նա գիտեր նաև, որ երեխայի հայրը պատրաստ էր հավատալ իրեն միայն որոշ պայմանների առկայության դեպքում։ Եթե իր խնդրանքը չբավարարվեր, նա չէր ընդունի, որ նա Մեսիան է։ Մինչ պաշտոնյան սպասում էր, տանջվելով անորոշությունից, Հիսուսն ասաց. «Եթե նշաններ եւ հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ Այսինքն այսօր էլ կան մարդիկ, շատ մարդիկ, ովքեր ասում են. «Եթե Աստված իմ համար էսի անի, կհավատամ։ Եթե չանի, չեմ հավատա»։ Հակառակ բոլոր վկայություններին, որ Հիսուսն է Քրիստոսը, խնդրողը որոշել էր հավատալ նրան միայն իր խնդրանքը կատարելու պայմանով։ Փրկիչը այս կասկածամիտ անհավատությանը հակադրեց սամարացիների պարզ հավատը, որոնք ոչ մի հրաշք եւ նշան չպահանջեցին։ Նրա խոսքը իր աստվածության հավերժական ապացույցը համոզիչ զորություն ուներ, որը թափանցել էր նրանց սրտերը։ Քրիստոսը ցավում էր, որ իր սեփական ժողովուրդը, որին վստահված էին սրբազան մարգարեությունները,
չէր լսում Աստծո ձայնը, որ խոսում էր նրանց հետ իր որդու միջոցով։ Տեսնենք հետո ինչ եղավ։ Ասում է, սակայն ազնվականը որոշ չափով հավատ ուներ, քանի որ եկել էր խնդրելու այն, ինչը բոլոր օրհնություններից ամենաթանկն էր նրա համար։ Հիսուսը ավելի մեծ պարգև ուներ շնորհելու նրան։ Նա կամենում էր ոչ միայն բուժել երեխային, այլև պաշտոնյային ու նրա ընտանիքին բաժին հանել փրկության օրհնություններից եւ լույս վառել Կափառնայումի մեջ, ուր նա հիմա պիտի գնար։ Բայց նախքան կստանար Քրիստոսի շնորհը, ազնվականը պետք է զգար դրա կարիքը։ Այս պալատականը ներկայացնում էր շատերին իր ազգի մեջ։ Նրանք Հիսուսով հետաքրքրվում էին միայն շահադետական նպատակներով։ Եվ այսօր էլ կան մարդիկ, ովքեր միայն շահադետական նպատակներով Հիսուսով հետաքրքրվում, այսինքն միայն այս անցողի կյանքում հարստություն, փառք եւ առողջություն ունենալու համար։ Երբեք չմտածելով իրենց հավիտենական փրկության համար, բայց Հիսուսը փափագում է առաջինը մեզ տալ հոգևոր փրկություն, որպեսզի եւ այս կյանքում ունենանք օրհնություններ եւ հավիտենական կյանք մյուս կյանքում։ Ուրեմն ինքը ուզում է, որ մենք առողջ եւ երջանիկ լինենք ոչ միայն այս կյանքում, այլ նաեւ մյուս փրկության արժանանանք, փրկության գնանք։ Եվ դրա համար ինքը առաջինը ձգտում է մեր ուշադրությունը հառել կամ դարձնել մեր մեղավոր վիճակի վրա եւ ուզում է մեզ հոգեորապես առաջինը բուժել։ Եթե մենք հոգեորապես առողջ լինենք, մենք ֆիզիկապես էլ առողջ կլինենք։ Հիսուս ուզում էր ավելին տալ այս մարդուն, ուզում էր, որ ինքը իր ամբողջ ընտանիքով հավիտենական կյանքի արժանանա, այլ ոչ թե միայն այս կյանքի օրհնություններ ունենա։ Ուրեմն, ինչպես հրեաները այսօր էլ շատերը, միայն շահադետական նպատակներով են մոտենում Հիսուսին։ Նրանք հույս ունեին ինչ-որ օգուտ քաղել նրա զորությունից եւ այդ ժամանակավոր օրհնությունը ստանալու համար վաճառում էին իրենց հավատը։ Բայց նրանք անտեղյակ էին իրենց հոգևոր հիվանդությանը եւ չէին տեսնում, որ աստվածային շնորհի կարիքը ունեն։ Տեսնենք ինչպես Հիսուսի խոսքերը ազդեցին այս մարդու վրա։ Փրկչի խոսքերն ասես շանթահարեցին ազնվականին, ի հայտ բերելով նրա սրտի խորհուրդները, նա տեսավ, որ Հիսուսին փնտրելու իր դրդապատճառները եսասիրական են եւ լիովին պատկերացրեց իր հավատի անկայանությունը։ Խոր կսկիծով նա գիտակցեց, որ իր անհավատությունը կարող է հատուցվել իր որդու կյանքի գնով։ Նա հասկացավ, որ գտնվում է այն մեկի ներկայությամբ, ով կարողանում է կարդալ մտքերը եւ ում համար անհնարին ոչինչ չկա։ Ծանրագույն հոգեվարքի մեջ նա բացականչեց. «Տեր, իջիր, քանի դեռ չի մեռել երեխան»։ Նա հավատով կառչեց Քրիստոսից, ինչպես Հակոբը, երբ շեշտակի հետ գոտեմարտելիս գոչել էր. «Չեմ թողնի քեզ, մինչև չօրհնես ինձ»։ Այսինքն, երբ որ ինքը տեսավ, որ Հիսուսը պարզ կարդում է իր միտքը, Հիսուսը տեսնում է, որ ինքը միայն շահադիտական նպատակով է եկել, այլ ոչ թե իսկական հավատք ունի։ Հետաքրքիր է այն է, որ մարդիկ ասում են, եթե անի կհավատանք, բայց որպեսզի Հիսուսը մեզ օգնի, մենք հավատքի կարիք ունենք։ Հիսուսը ասում է, եթե հավատաս, հավատացողին ամեն ինչ հնարավոր է։ Մարդիկ դա փոխում են, շուռ են տալիս։ Ասում են, եթե անի կհավատանք, բայց եթե մենք հավատանք, այն ժամանակ է Հիսուսը անում։ Եվ այս ճշմարտությունը լավ հասկացավ այս մարդը, եւ ինքը վախեցավ, որ ինքը կորցնի իր միակ այս հնարավորությունը, եւ կարդանք շարունակությունը։ Պաշտոնյան նրան ասաց. «Տեր, իջիր, քանի դեռ որդիս չի մեռել»։ Հիսուսը նրան ասաց, երբ որ Հիսուսը տեսավ, որ նա հասկացավ, Հիսուսը նրան ասաց. «Գնա, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց
Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետից տվեցին ու ասացին. քո որդին կենդանի է։ Իսկ նա հարցրեց նրանց, թե որ ժամին սկսեց ապաքինվել, եւ նրան ասացին. 3-7 ժամին տենդը նրան թողեց։ Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. քո որդին կենդանի է, եւ հավատացին ինքը եւ իր ամբողջ ընտանիքը։ Նրանք օրհնվեցին հավիտենական կյանքով, նրանք ստացան հավիտենական օրհնություններ, գումարած իրենց որդու ապաքինվելը։ Հիսուսը չի ուզում մեզ այնց ոչ մի լավ բան վերցնի, նա ուզում է միայն ավելի լավը տալ։ Մենք ավելի քիչ ենք ուզում, քան թե որ ինքը պատրաստ է մեզ տալ։ Սա երկրորդ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։ Եվս մի դրվագ կարդանք դարերի փափագից։ Եվ նա հաղթեց, այսինքն հավատքը հաղթեց այս մարդու, ինչպես Հակոբը։ Փրկիչը չի կարող մերժել այն մարդուն, ով իր մեծագույն կարիքի մեջ իրեն է ապավինում։ Գնա, ասաց նա, քո որդին կենդանի է։ Ազնվականը հեռացավ փրկչից մի այնպիսի խաղաղությամբ եւ ուրախությամբ, որ մինչ այդ երբեք չէր զգացել։ Նա ոչ միայն հավատաց, որ իր որդին կարողանա, այլ նաեւ հաստատ համոզվեց, որ Քրիստոսն է փրկիչը։ Այդ նույն պահին Կափառնայումում մեռնող երեխայի շուրջը հավաքված հարազատներն անսպասելի եւ խորհրդավոր մի փոփոխություն զգացին։ Մահվան ստվերն անհետացավ տառապյալի դեմքից։ Տենդի կարմիրն իր տեղ զիջեց առողջ վարդագույնին։ Մշուշոտ աչքերը փայլեցին խելացի արտահայտությամբ եւ թույլ ու հյուծված կազմվածքը ուժով լցվեց։ Հիվանդության ոչ մի նշան չմնաց երեխայի վրա, նրա այրվող մաշկը փափկեց ու խոնավացավ եւ նա ընկղմվեց խաղաղ քնի մեջ։ Տենդը թողել էր նրան օրվա ամենաշոգ ժամին, ամբողջ ընտանիքը ապշած էր եւ մեծ էր նրա անդամների ուրախությունը։ Ազնվականը փափագեց ավելին իմանալ Քրիստոսի մասին։ Հետո, երբ լսեց նրա քարոզները եւ ինքը եւ իր ընտանիքի անդամները դարձան աշակերտներ, նրանց վիշտը նպաստեց, որ դարձի գան ամբողջ ընտանիքով։ Հրաշքի լուրը տարածվեց ողջ Կափառնայում, որտեղ կատարվեցին նրա զորավոր գործերից շատերը։ Ճանապարհը պատրաստ էր Քրիստոսի անձնական ծառայության համար։ Ուրեմն շատ կարևոր դաս մենք ստացանք այստեղից, որ երբ որ մենք Հիսուսին խնդրում ենք, հավատքով խնդրենք առաջինը, որտեղ Հիսուսը պատասխան է տալի հավատքին։ Երկրորդը, որ մենք ձգտենք ոչ միայն այս երկրային օրհնություններին։ Հիսուսը պատրաստ է տալ մեզ մեր երկրային օրհնությունները այն ժամանակ, երբ որ դրանք չեն խանգարում մեր երկրային օրհնություններին, երբ որ դրանք կուրք չեն դառնում մեր համար։ Երբ որ մենք առաջինը ձգտում ենք, Աստվածաշունչում խոստում կա, երբ որ մենք առաջինը ձգտում ենք երկնքի արքայությանը, ասում է ամեն բան, ինչ որ ձեզ պետք է կտրվի։ Ուրեմն առաջինը ձգտենք երկնքի արքայությանը, այլ ոչ թե Հիսուսին օգտագործենք մեր շահադիտական նպատակներով։ Չասենք, եթե Հիսուսը անի, ուրեմն կհավատանք, հավատացեք եւ Հիսուսը կանի։ Երրորդ դրվագը, որ այսօր մենք պետք է կարդանք, դա Բեթեսդայի բուժումն է։ Կարդանք Հովհաննեսին գլխի 1-9 համարները։ Դրանից հետո հրեաների տոներ եւ Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմ ոչխարազրան մոտ մի ավազան կա, որ եբրայերեն Բեթեսդա է կոչվում, որը 5 սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ, կույրեր, կաղեր, ոսացածներ, որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որտեղ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ եւ ջրերը խառնում, ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր։
Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած եւ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է նրան, ասաց. «Ուզում ես առողջանալ»։ Հիվանդը նրան պատասխանեց. «Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի, մինչ ես գալիս եմ, ուրիշը ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, վերցրու մահիճդ եւ քայլիր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Եվ այդ օրը շաբաթ էր։ Սա պատահական չէ, որ նշում է, որ այդ օրը շաբաթ էր։ Նորից կարդանք ուրեմն այս մարդը ուզում էր բուժվել, բայց սխալ տեղ էր փնտրում իր բուժումը։ Ինքը կարծում էր, որ ինքը մտնի ջրերի մեջ կբուժվի, բայց այստեղ իր ստեղծիչն էր կանած եւ իրեն հորդորում էր, ասում էր. «Ինչ ես ուզում ես բուժվել։ Ես պատրաստ եմ քեզ առողջություն տալու»։ Հետաքրքիր է, որ Հիսուսը նրան չասեց հավատի մասին, չասեց, եթե հավատաս, կստանաս։ Դարի փափագում H 202-203 գրված է. Հիսուսը չի խնդրում այս դժբախտին, որ հավատա իրեն։ Նա պարզապես ասում է. «Վեր կաց, մահիճը տար եւ ման եկ»։ Բայց այս մարդու հավատն ամուր կարճում է փրկչի խոսքերից։ Հիսուսը տեսնում է, որ այս մարդու հավատքը հերիք է բուժման համար։ Նրա ամեն մի նյարդը, ամեն մի մկանը սկսում է թրթռալ նոր կյանքով եւ նրա խեղված վերջույթներն իրենց բնական տեսքն են ստանում։ Առանց հարցեր տալու նա իր կամքը հնազանդեցնում է Քրիստոսի հրամանին եւ նրա բոլոր մկաններն արձագանքում են իր կամքին։ Ոտքի կանելով նա զգում է, որ լիովին առողջ է։ Հիսուսը նրան աստվածային օգնության ոչ մի հավաստիք չտվեց։ Մարդը կարող էր կասկածել, կորցնելով ապաքինման միակ հնարավորությունը, բայց նա հավատաց Քրիստոսի խոսքին եւ ենթարկվելով դրան ուժ ստացավ։ Նույնպիսի հավատով մենք եւս կարող ենք հոգեվոր բժշկություն ստանալ։ Մեղքը բաժանել է մեզ Աստծուց։ Մեր հոգիները կաթվածահարված են, ինչպես այս մարդու մարմինն էր կաթվածահարված։ Մեր ուժերով մենք նույնքան անկարող ենք սուրբ կյանք վարել, որքան հաշվանդամն էր անկարող քայլել։ Կան շատերը, ովքեր գիտակցում են իրենց անզորություն ու ձգտում այն հոգևոր կյանքին, որն իրենց ներդաշնակության կբերի Աստծո հետ։ Այսինքն, ինչպես հաշվանդամը ի զորու չէ նորմալ մարդու, առողջ ուժեղ մարդու կյանքով ապրել, այնպես էլ մեղավոր մարդը ի զորու չէ։ Եվ այստեղ բացառություն չկա, Աստվածաշնչած մարդար չկա, մեկն էլ չկա։ Այսքան բոլոր մարդիկ իրենց հոգով հաշմանդամ են։ Բայց կան ոմանք, որ հասկանում են, կան ոմանք, որ չեն հասկանում։ Եվ այս հասկացողները գիտեն, որ իրենց մեջ չի ուժը մաքրվելու, սրբանալու, այլ միայն Հիսուսի մեջ է, որ միայն Հիսուսը կարող է իրենց հոգեպես փոխել եւ ուժ տալ սուրբ կյանքով ապրելու։ Իրանց հույսը իրենք չեն, այլ Հիսուսը։ Նրանք իզուր են փորձում ձեռք բերել այն եւ հուսահատ բացականչում են, այսինքն այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում։ Ես ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեցնի ինձ այս մահի մարմնից, ինչպես բացականչում է Պողոս Առաքյալը Հռոմեացիս 7:24 համարում։ Թող այս հուսալքված, մաքարող մարդիկ վեր նայեն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր փորձում են սուրբ լինել, բայց չեն կարող, որտեղ դա բնական է, իրենք իրենց ուժերով չեն կարող սուրբ լինել, սխալ տեղ են փնտրում սրբության ուժը, իրենց մեջ են փնտրում, Հիսուսի մեջ փնտրեն։ Եվ
ասում է թող այս հուսալքված մաքարող մարդիկ վեր նայեն, խոնարհվելով նրա վրա, ում փրկագնել է իր արյունով, փրկիչը աննկարագրելի գորովանքով ու գթասրտությամբ ասում է. կամենում ես առողջ լինել, կամ կամենում ես սուրբ լինել, կամենում ես առողջ լինել հոգեպես, հոգևորապես։ Նա հրամայում է ձեզ վեր կենալ առողջացած եւ խաղաղված։ Մի սպասեք մինչև զգաք, որ առողջացել եք։ Հավատացեք նրա խոսքին եւ դա կիրականանա։ Ձեր կամքը հնազանդեցրեք Քրիստոսին, հոժարական ծառայեք նրան եւ գործելով նրա խոսքի համաձայն դուք ուժ կստանաք։ Որքան էլ չար լինեն սովորույթներն ու իշխող կիրքը, որոնք երկար ժամանակ բարարություն ստանալով կապանքների մեջ են առնում մարմինն ու հոգին, Քրիստոսը կարող է եւ տենչում է ազատել մեզ։ Նա կյանք կտա այն հոգուն, որը մեռած է հանցանքներում, Եփեսացիս 2:1։ Նա կազատի այն գերիներին, ովքեր կապված են տկարության, դժբախտության եւ մեղքի շղթաներով։ Եթե դու մեղք ես գործում եւ չես կարողանում մեղքը դադարեցնել, մի հուսահատվիր եւ հուսահատությամբ մի շարունակիր այդ մեղքը գործել, այլ գնա եւ դիմիր քո փրկչին։ Երբ որ դու քո մարմնի համար նկատմամբ մեղք ես գործում, դու հոգևոր մեղք ես գործում։ Այսինքն շնություն անողը մեղք է գործում իր մարմնի հանդեպ։ Ինչ որ հոգերապես մենք մեղք ենք գործում, այն մեզ հիվանդացնում է։ Եվ մի կարծեք, որ ձեր հոգևոր եւ բարի լինելու աղբյուրը դուք եք, ձեր մեջ է ոչ, այն դրսում է, Հիսուսի մեջ է։ Եվ նկատեք, Հիսուսը այսօր ոչ մեկի մեջ տարբերություն չի դնում, բոլորի վրա էլ կռացած է եւ ուզում է օգնել, բայց ցավոք որոշ մարդիկ չեն հասկանում, որ ինք հոգեապես հաշմանդամ են եւ չեն խնդրում օգնություն Աստծուց, շատ գոհ են իրանց վիճակից։ Հոգևոր։ Ուրեմն, դիմենք Հիսուսին, նա կազատի այն գերիներին, ովքեր կապված են տկարության, դժբախտության եւ մեղքի շղթաներով։ Ուրեմն այս մարդը առողջացավ, վերցրեց իր անկողինը եւ գնաց։ Եվ երբ որ հանդիպեց, կարդանք շարունակությունը 10-րդ համարից 5-րդ գլխի Հովհաննեսի, հրեաները բժշկվածին ասացին, օրը շաբաթ է, քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես։ Սակայն նա պատասխանեց նրանց, նա ինձ բժշկեց, ինձ ասաց, վերցրու մահիճդ ու քայլիր։ Նրան հարցրին, ով է այն մարդը, որ քեզ ասաց, վերցրու մահիճդ ու քայլիր։ Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ով էր, որտեվ Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։ Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ասաց. «Տես, առողջացար, այսուհետ մի մեղանչիր, որպեսզի քեզ էլ ավելի չար բան չպատահի»։ Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։ Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ նա շաբաթօրով էր անում։ Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։ Դրա համար հրեաներն էլ ավելի էին ուզում նրան սպանել, որտեղ ոչ միայն շաբաթօրվա կանոնն էր խախտում իրենց կարծիքով, այլև Աստծուն էլ իրեն հայր էր կոչում եւ իրանց Աստծուն հավասար էր դասում։ Ուրեմն Հիսուսը կարող էր այս մարդուն չասել անկողինդ վերցրա եւ գնա, բայց Հիսուսը սա արեց մտադրությամբ, որտեվ ինքը ուզում էր դաս մատուցել հրեաներին շաբաթի վերաբերյալ, քանի որ հրեաները, ինչպես շատ անգամ ասել ենք, Աստծո օրենքը սարքել էին կապանք, դրա բացառությունը չէր նաև շաբաթը, եւ կարդանք Դարի փափագից մի մաս, հրեաներն այնպես էին աղավաղել օրենքը, որ ստրկության լուծ էին դարձրել այն։ Նրանց անիմաստ պահանջները մյուս ազգերի խոսակցության առարկա էին դարձել։ Հատկապես շաբաթվա պատվիրաններ խստացվել ամեն տեսակ անհեթեթ սահմանափակումներով,
Տիրոջ սուրբ եւ պատվավոր օրն այլևս հաճույք չէր պատճառում նրանց, դպիրներն ու փարիսեցիներն անտանելի բեռ էին դարձրել այն։ Հրեան իրավունք չուներ կրակ կամ նույնիսկ մոմ վառել շաբաթ օրը, արդյունքում ժողովուրդը կախման մեջ էր ընկնում հեթանոսներից, խնդրելով նրանցից բազմաթիվ ծառայություններ եւ այլն։ Նման անհեթեթ սահմանափակումներ էր դրված նրանց վրա։ Եվ Հիսուս ուզում էր ժողովրդին ազատել այս կապանքներից եւ դրա համար ինքը մտադրված արեց այդ բուժումը շաբաթ օրը եւ գումարած այդ մարդուն ասեց այդ քո անկողինը վեցրու եւ քայլեր, որտեղ դա մարդկանց ուշադրություն էր գրավելու եւ նրանք իմանալու էին, որ սա հաշմանդամ է եղել, բայց հիմա բուժվեց եւ հենց այդպես էլ պատահեց։ Փարիսեցիները հարցրին, թե այս ոնց եղավ դու բուժվեցիր, եւ նա ասեց. Ուրեմն դրա համար հալածեցին Հիսուսին։ Ասում է Հիսուսին տարան ատյան, որպեսզի պատասխան տա շաբաթվա պատվիրանը իբր թե խախտելու համար։ Եթե Հրեաստան այդ ժամանակ անկախպետություն լիներ, նման մեղադրանքը բավարար կլիներ նրան մահվան դատապարտելու համար։ Սակայն կախվածությունը հռոմեացիներից խանգարեց դրան։ Հրեաներն իրավունք չունեին ծայրագույն պատիժ իրականացնելու եւ Քրիստոսի դեմ հարուցված մեղադրանքը հռոմեական դատարանում ոչ մի կշիռ չէր ունենա։ Սակայն կային նաև այլ միջոցներ, որոնցով նրանք հույս ունեին հասնել իրենց նպատակին։ Ուրեմն Հիսուսը եկավ մեծացնելու եւ փառավորելու օրենքը։ Նա ոչ թե պետք է նսեմացներ օրենքի արժանապատվությունը, այլ բարձրացներ այն։ Գիրքն ասում է, նա չի տկարանա եւ չի թուլանա մինչեւ որ հաստատի իրավունքը երկրի վրա։ Եսայա 42:4։ Նա եկել էր ազատելու շաբաթը այն ճնշող պահանջներից, որոնք օրհնության փոխարեն անեծքի էին վերածվել։ Հենց այս նպատակով էլ նա ընտրեց շաբաթ օրը։ Հիսուսը հայտնեց նրանց, որ դժբախտներին օգնելու գործը չի հակասում շաբաթվա պատվիրանին։ Այն ներդաշնակ է Աստծո հրեշտակների ծառայությանը, ովքեր անդադար շարժման մեջ են երկնքի եւ երկրի մեջ տարապյալ մարդկությանը ծառայելու համար։ Հրեշտակները չեն ասում, այսօր շաբաթը Աստված ես քեզ չեմ լսում, ես հանգստի մեջ եմ, ես չեմ գնում օգնեմ այս տարապյալներին։ Հիսուսը հայտարարեց. Իմ հայրը մինչև հիմա գործում է եւ ես էլ գործում եմ։ Բոլոր օրերն էլ Աստծունն են, որոնցում նա իրականացնում է իր ծրագրերը մարդկային ցեղի նկատմամբ։ Եթե հրեաների անդադար շարժման մեջ են երկնքի եւ երկրի միջև տարապյալ մարդկությանը ծառայելու համար, եթե հրեշտակները անդադար շարժման մեջ են, միթե Աստված պիտի արգելեր արեգակին կատարելու իր պարտականությունը շաբաթ օրը եւ ցրեր երկիրը ջերմացնող եւ ուսականությունը սնուցող նրա կենսատու ճառագայթները։ Պետք է արդյոք մոլորակները դադարեն պատտվել այդ սուրբ օրը։ Միթե նա պիտի վտակներին հրամայել, չքրքջալ, չջրել դաշտերն ու անտառները եւ ծովի ալիքներին կարգադրել դադարեցնել իրենց հարատև մակընթացություն ու տեղատվությունը, արդյոք պետք էր կանեցնել ցորենի եւ եգիպտացորենի աճը, պետք է խաղողի ողքույզը դադարեր հասունանալ, միթե պիտի ծառերն ու ծաղիկները չբողբոջեին եւ չծաղկեին շաբաթ օրը։ Երեխաներն էլ են հասունանում ամեն օր։ Ուրեմն շաբաթ օրը պիտի նրանց հասունանալը կանգնի։ Ոչ։ Այդ դեպքում մարդիկ կզրկվեն երկրի պտուղներից եւ օրհնություններից, որոնք ցանկալի են դարձնում կյանքը։ Բնությունը պետք է շարունակի իր անփոփոխ ընթացքը։ Եթե Աստված մի պահ հետ քաշի իր ձեռքը, մարդը կթուլանա եւ կմեռնի։ Եվ մարդիկ նույնպես աշխատանք ունեն անելու այդ օրը։ Անհրաժեշտ է հոգալ կենսական կարիքները, խնամել հիվանդներին, բավարարել չքավորների պահանջները,
Նա, ով զլանում է շաբաթ օրը օգնել տառապյալին, չի կարող անմեղ լինել։ Աստծո հանգստյան Սուրբ օրը մարդու համար է սահմանված, եւ ողորմության գործերը կատարելապես համապատասխանում են դրա նշանակությանը։ Աստված չի ցանկանում, որ իր արարածները թեկուզ մեկ ժամ տառապեն այն ցավից, որը կարելի է թեթևացնել շաբաթ օրը կամ ցանկացած օրի շուրջ։ Շաբաթ օրն Աստված նույնիսկ ավելի շատ բան է պահանջում մեկից, քան մյուս օրերը, մեզնից, քան մյուս օրերը։ Նրա ժողովուրդը այդ օրը թողնում է իր ամենօրյա աշխատանքը եւ ժամանակն անց է կացնում մտորումներով ու աղոթքներով։ Շաբաթ օրն ավելի շատ շնորհ են խնդրում նրանից, այսինքն Աստծուց, քան մյուս օրերին։ Նրանք պահանջում են նրա հատուկ ուշադրությունը, նրանք աղերսում են նրա ամենաընտիր օրհնությունները։ Աստված չի սպասում մինչև շաբաթ օրը անցնի, որ հետո բավարարի այս խնդրանքները եւ հետո բավարարի այս խնդրանքները։ Երկինքի աշխատանքը երբեք կանգ չի առնում եւ մարդիկ նույնպես երբեք չպետք է դադարեն բարիք գործելուց։ Շաբաթը նախատեսված չէ նրա համար, որպեսզի անտեղի եւ անօգուտ վատնեն ժամանակը։ Օրենքը աշխարհիկ աշխատանքն է արգելում Տիրոջ հանգստյան օր, այսինքն փող աշխատելը։ Պետք է դադարեցնել ապրուստի միջոց ձեռք բերելու համար կատարվող աշխատանքը։ Աշխարհիկ հաճույքների կամ շահույթի համար արվող ոչ մի գործ օրինավոր չէ շաբաթ օրը, բայց ինչպես Աստված դադարեցրեց իր արարչագործության աշխատանքը եւ հանգստացավ շաբաթ օրն ու օրհնեց այն, այնպես էլ մարդը պիտի թողնի իր ամենօրյա կյանքի զբաղմունքը եւ այդ սրբազան ժամերը նվիրի հոգեպարար հանգստին, երկրպագության ու սուրբ արարքներին, հիվանդներին բուժելու Քրիստոսի գործը լիակատար համաձայնության մեջ էր օրենքի հետ։ Այն մեծարում էր շաբաթը։ Ուրեմն Հիսուսը այդ ամենը արեց, որպեսզի իրենց ցույց տա, որ իրենց ստեղծած սահմանափակումները եւ դրույթները շաբաթի շուրջ սխալ էին եւ մարդկանց ազատի այդ կապանքներից։ Եվ վերջում կարդանք Հովհաննեսի 5-րդ գլխի 16-ից 18 համարները։ Արդեն կարդացինք։ Չէ։ Այո, կարդացինք արդեն, այսինքն ասում է էլ ավելի էին հալածում, որ նա Աստծուն իրեն հայր էր կոչում եւ իրանց Աստծուն հավասար էր դասում։ Այսինքն, եթե Աստված նրա հայրն էր, ուրեմն ինքը հավասար էր Աստծուն։ Ուրեմն Հիսուսը պաշտպանում է իր գործողությունները 3 քայլով։ Նա նախ բացատրում է իր մտերիմ հարաբերությունները հոր հետ, Հովհաննես 5:19-ից 30 համար։ Հիսուսը ցույց է տալիս, որ ինքն ու հայրը ներդաշնակ են գործում այն աստիճան, որ Հիսուսն ունի եւ դատելու եւ մահացածներին հարություն տալու զորություն։ Կարդանք Հովհաննես 5:25-ից 30 համարները։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը, ու ովքեր կլսեն կապրեն, որտեղ ինչպես հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ որդուն դարձրեց կյանքի աղբյուր, եւ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որտեղ նա մարդու որդին է։ Մի զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաներում են, կլսեն նրա ձայնը, ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։ Ես ինքս ինձանից ոչինչ չեմ անում, չեմ կարող անել ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որտեղ ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը, այսինքն իր հոր կամքը Աստծո։ Երկրորդ, Հիսուսն իր պաշտպանության համար արագ հաջորդաբար վկայակոչում է 4 վկաների, Հովհաննես Մկրտչին։ Կարդանք 31-ից 35 համարները, 5-րդ գլխի։ Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը։
Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, եւ դուք ցանկացաք միաժամանակ նրա լույսով ուրախանալ։ Այսինքն դուք Հովհաննեսից հարցրիք, Հովհաննեսն էլ ասեց, որ սա է Մեսիան, սա է Աստծո գառը, բայց դուք չհավատացիք Հովհաննեսին։ Առաջին վկան Հովհաննեսն էր, մյուս վկան իր գործած հրաշքները։ Հովհաննես 5:36 Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ Նա ոչ միայն խոսքով էր վկայում, այլ նաև իր գործերով էր վկայում, որ ինքը Մեսիան է, հոր ուղարկվածն է։ Երրորդ վկան իր հայրն էր, Հովհաննես, այսինքն Աստված, Հովհաննես 5:37-38 Եվ հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դու ոչ նրա ձայնը երբևէ լսեցիք, ոչ նրա կերպարանքը տեսաք, ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որտեղ նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Եվ չորրորդ վկան Սուրբ գրությունները, Հովհաննես 5:39 Դուք քննում եք սուրբ գրքերը, կարծելով, թե դրա մեջ է գտնելու հավիտենական կյանքը։ Այո, այն վկայում է իմ մասին, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Այսինքն Սուրբ գիրքը նաև վկայում է Հիսուսի մասին իր առաջին էջից մինչև վերջին էջը։ Եվ վերջում կարդանք Հովհաննես 5-րդ գլխի 40-ից 47 համարները։ Ես մարդկանցից փառք չեմ ուզում, բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծո սերը չունեք։ Ես իմ հոր անունով եկա եւ ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպես կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում, եւ այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։ Մի կարծեք, թե ես հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, եւ դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։ Որտեւ եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել, եւ որ Մովսես ասեց, որ Աստված ուղարկի ձեզ, մեկին իրան լսեք։ Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք։ Տեսեք, Հիսուս այստեղ նշում է պատճառը, ասում է, դուք իրարից գովասանք եք փնտրում։ Ասում է, ինչպես կարող եք հավատալ, երբ որ իրարից եք փառք փնտրում, այլ ոչ թե այն փառքը, որ Աստված է ուզում ձեզ տալ։ Ինչպես կարող էին այս կրոնական առաջնորդներն այդքան կույր լինել։ Դրա հավանական պատճառները կարող էին լինել նրանց փչացած սրտերը, Մեսիայի շնորհիվ Հռոմից ազատագրվելու վերաբերյալ կեղծ համոզմունքը, ինչպես նաև իշխանության հանդեպ սերն ու Աստծուն չհանձնվելը։ Այդ ամենը նպաստեց, որ նրանք մերժեն ճշմարտությունը, ով կանած էր իրենց առջև։ Այսինքն հոգևոր առաջնորդներ էին, բայց իրենց ուժգու միտքը աշխարհիկ փառքն էր, աշխարհիկ ունեցվածքը, եւ իրենք բոլորովին չէին հոգում ժողովրդին հոգևոր ճշմարտությունը տալու մասին։ Զգուշանանք, որ մենք ինքներս չնմանվենք այս հրեա առաջնորդներին եւ չփորձենք Հիսուսին Աստծուն դարձնել, օգտագործել մեր շահադիտական նպատակներով, մեր միայն աշխարհիկ այս կյանքի համար լավ բաներ ունենալու համար, լավ կյանք ունենալու համար։ Հիսուսը պատրաստ է մեզ ավելին տալ,
ինքը ուզում է մեզ տալ հոգևոր փրկություն, եւ երբ որ մենք ձեռք ենք բերում հոգևոր փրկությունը, ինքը տալիս է մեզ այն բոլորը, ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Վերջում կարդանք նորից այն հատվածը, որ արդեն կարդացել ենք։ Հիսուսը նրան աստվածային օգնության ոչ մի հավաստիք չտվեց, այսքան այդ հաշմանդամին։ Մարդը կարող էր կասկածել դրանով, կորցնելով իր ապահովման միակ հնարավորությունը, բայց նա հավատաց Քրիստոսի խոսքին եւ հնազանդվելով դրան ուժ ստացավ։ Նույնպիսի հավատով մենք եւս կարող ենք հոգեվոր բժշկություն ստանալ։ Մեղքը մեզ բաժանել է Աստծուց, մեր հոգիները կաթվածահարված են, մեր ուժով մենք նույնքան անկարող ենք սուրբ կյանք վարել, որքան հաշմանդամներ անկարող քայլել։ Եվ Հիսուսը հերքեց հայհոյության մեղադրանքը, իմ գործեր ասաց նա, որոնց համար դուք ինձ մեղադրում եք, ես կատարում եմ այն իրավունքով, որ Աստծո որդին եմ, մեկ եմ նրա հետ էությամբ, կամքով եւ մտադրությամբ։ Ուրեմն այստեղ հորդոր եւ խոստում կա մարդկանց, որ երբեք չհուսածվեն, երբ որ տեսնում են, որ իրենք իզորու չեն կատարելու Աստծո խոսքը, իզորու չեն հնազանդվելու Աստծուն, որ չնայած իրանք ձգտում են մեղք չգործել, բայց չեն կարողանում չգործել եւ ընկնում են ուսահատության մեջ։ Մի ընկեք ուսահատության մեջ, ուղղակի Աստծուց օգնություն խնդրեք ամեն առավոտ եւ կտեսնեք, թե այդ օրը ինչքան տարբեր կլինի մյուս օրերից։ Այս հաշմանդամի պես թող մեր հոգին հավատա եւ քայլ անի ամեն առավոտ մենք պետք է նորոգվենք Սուրբ Հոգով այդ օրը անցկացնելու Հիսուսի հետ, նրա կամքով ապրելու, նրա կամքով քայլեր կատարելու մեր կյանքում։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա բոլոր օրերին, բոլոր ժամերին եւ րոպեներին, որ մենք ձգտենք հասկանալ, փափագ ունենանք հասկանալու Աստծո կամքը եւ կատարելու այն մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Եվ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։